Աշնանային երեկոն փափուկ մթնշաղով էր պատել Արվարձանը։ Անահիտ Հովհաննիսյանը հիվանդանոցից դժվարին հերթապահությունից վերադառնալով հոգնած վերցրեց պատշգամբից նամակների կույտը։ Միջև գովազդային թռուցիկները նրա հայացքը կպավ ոսկեգույն դրոշմով խիտ ծրարին։ Նա կնճռեց ճակատը, նախազգալով կարևոր բան, եւ տուն մտնելով պայուսակը գետնին նետեց։ Ես տանն եմ, բացականչեց նա, վերարկուն հանելով։ Միջանցքից վազելով դուրս եկավ 7-ամյա Դավիթը, ձեռքին թուղթ թափահարելով։ Մամ, ես այսօր դինոզավր եմ նկարել, ուսուցչուհին ասաց իմը ամենալավն է։ Նրա աչքերը հպարտությամբ փայլում էին։ Անահիտը ժպտաց գլուխը շոյելով։ Հրաշալի է, ցույց տուր։ Նա անցավ խոհանոց, որտեղ 10 տարեկան Սոնան գլուխը գրասեղանին խոնարած խնդիրներ էր լուծում։ Արամը, նրա ամուսինը, նոր էր վերադարձել աշխատանքից, փողկապը թուլացնելով եւ սուրճի մեքենան միացնելով։ Ինչ կա փոստում, հարցրեց նա, կնոջը նայելով։ Անահիտը հանեց ծրարը։ Դարիից է կարծեմ։ Նա բացեց այն եւ կանգ առավ։ Նա ամուսնանում է Պողոս Սարգսյանի հետ։ Արամը զարմացավ։ Այդ ռիելթերի հետ մեծ մարդ է։ Այո, գլխով արեց Անահիտը։ Պողոս Սարգսյանը տեղի գործարաշրջանակներում հայտնի էր, հաջողակ, հարուստ մարդու համբավով։ Նա աչքերով անցավ տեքստը. հարսանիքը 3 ամսից, հրավիրված ենք բոլորս։ Անահիտն ու Դարին մանկուց տարբեր էին։ Անահիտը լուրջ պատասխանատու, միշտ ջանում էր արդարացնել ծնողների սպասելիքները։ Դարին 5 տարով կրտսեր կայծ էր, վառ, վստահ, թեթև ժպիտով, որով բոլորին գերում էր։ Ծնողները Աննան եւ Վիկտորը հաճախ Դարիին էին օրինակ բերում։ Անահիտ, սովորիր քո քրոջից, նա այդքան կենսուրախ է։ Դա վիրավորում էր, թեև Անահիտը լռում էր։ Նա բուժքույր դարձավ, ամուսնացավ Արամի հետ, 2 երեխա ունեցավ եւ հարմարավետ տուն կառուցեց։ Բայց հոգու խորքում միշտ զգում էր, որ Դարին առաջ է։ Այդ գիշեր, երբ երեխաները քնեին, Անահիտը ննջարանում նստած նայում էր հրավերին։ Դարին կրկին փայլում էր, իրավաբանական ֆակուլտետն ավարտել էր կարմիր դիպլոմով, աշխատում էր հեղինակավոր ընկերությունում, իսկ հիմա հարսանիք Պողոսի հետ։ Անահիտը հառաչեց։ Արամը ցնցուղից դուրս գալով նկատեց նրա մտածկոտ հայացքը։ Ինչ ես մտածում, նստեց կողքը, մազերը սրբիչով չորացնելով։ Դարիի մասին, խոստովանեց Անահիտը, նրա մոտ միշտ ամեն ինչ ստացվում է։ Անի, Արամը վերցրեց նրա ձեռքը։ Քեզ մոտ հրաշալի կյանք է, աշխատանք, երեխաներ, ես, աչք թարթեց։ Ինչ է պակասում։ Նա ժպտաց, բայց կրծքում մնաց գնդիկը։ Ոչինչ, պարզապես հոգնել եմ։ Հաջորդ օրը Անահիտը զանգահարեց քրոջը։ Շնորհավորում եմ դա, ասաց ջանալով անկեղծ հնչել։ Շնորհակալություն, Դարիի ջայնը զրնգվում էր ուրախությունից։ Ինքսն էլ չեմ հավատում, Պողոսը իդեալ է։ Անի, կօգնես հարսանիքի հետ։ Մենք քույրեր ենք։ Անահիտը վարանեց, բայց պատասխանեց. Իհարկե, ասա ինչ է պետք։ Հրաշալի է, վաղը ճաշենք միասին, ամեն ինչ կպատմեմ։ Դարին երկնքում էր։ Անահիտը դրեց լսափողը, զգալով ուրախության եւ անհանգստության խառնուրդ։ Նա ուզում էր ավելի մոտ լինել քրոջը, բայց ինչ որ բան նրա ձայնում կամ սեփական մտքերում անհանգստություն էր առաջացնում, հիշեց իր ամուսնությունը։ 15 տարի առաջ նրանք Արամի հետ ամուսնացան սիրուց։ Առաջին տարիները լի էին գիրքով, բայց երեխաների ծնվելով կյանքը դարձավ առօրյա։ Ոչինչ սարսափելի չկա, ասում էր ինքն իրեն, բայց կայծը մարել էր։ Ճաշի ժամանակ սրճարանում Դարին փայլում էր։ Պատմում էր, թե ինչպես է ծանոթացել Պողոսի հետ, ինչպես է նա առաջարկություն արել ռեստորանի տանիքին։ Անահիտը լսում էր, ժպտալով, բայց ներսում պայքարում էր նախանձի հետ։ Անի, ես միշտ ուզում էի քեզ նման լինել, հանկարծ ասաց Դարին աչքերի մեջ նայելով։ Քեզ մոտ իդեալական ընտանիք է, մայրիկն ու հայրիկը միշտ քեզնով էին հպարտանում։ Անահիտը զարմացավ։ Ես? Բայց դու ավելի հաջողակ ես։ Դարին գլուխը թափահարեց։ Աշխատանքում գուցե, բայց քեզ մոտ տուն է, երեխաներ, Արամը, նա է ինչի մասին ես երազում եմ։ Անահիտը մտածկոտ դարձավ։ Քույրը, որին նա նախանձում էր իրեն։ Դա տարօրինակ էր, բայց հաճելի։ Սակայն երեկոյան Արամին նայելով, ով կրկին հեռախոսով խոսելու դուրս եկավ, նա զգաց կասկածի խայթոց։ Ինչ որ բան իր իդեալական ընտանիքում ճիշտ չէր։ Անցան մի քանի շաբաթ։ Անահիտը պատրվում էր աշխատանքի, երեխաների եւ Դարիի հարսանիքի պատրաստության միջև։ Նա պայմանավորվում էր ծաղկավաճառների հետ, ստուգում էր մենյուն, ընտրում դեկոր սրահի համար։ Դարին գրեթե ամեն օր զանգում էր, խորհուրդ խնդրելով կամ ուրախությամբ կիսվելով։ Անահիտը ջանում էր օգտակար լինել, բայց հոգնածությունը կուտակվում էր։ Մի երեկո Դավիթին քնեցնելիս լսեց. Մամ, ինչ չի դուր գալիս Պողոսը։ Անահիտը զարմացավ, որդուն ճակատին համբուրելով։
Ինչու Դավ։ Նա միշտ հեռախոսը թաքցնում է, երբ ես մոտ եմ։ Կարծես վատ բան է անում, լուրջ ասաց տղան։ Անահիտը ծիծաղեց, թեև ներսում անհանգստություն շարժվեց։ Հիմարություն է, նա պարզապես զբաղված է, գործարարները շատ գործեր ունեն։ Դավիթը կնճռեց ճակատը, բայց լռեց։ Անահիտը ձեռքից թողեց նրա խոսքերը, որոշելով, որ սա մանկական երևակայություն է։ Բայց նույն երեկո հյուրասենյակ մտնելիս Արամը շտապ անջատեց հեռախոսը։ Ում հետ էիր խոսում, հարցրեց նա ջանալով անվրդով հնչել։ Աշխատանքից էի խոսում, պատասխանեց նա հայացքը խուսափելով։ Նախագիծը հետաձգվում է, գիտես։ Անահիտը գլխով արեց, բայց նկատեց, որ Արամը վերջերս հաճախ է ուշանում, երբեմն շաբաթ-կիրակի հանդիպումների է գնում։ Նա համոզում էր իրեն, որ սա հարսանիքի, ստրեսի պատճառով է։ Իր ընտանիքը ամուր էր, կամ նա ուզում էր այդպես մտածել։ Հարսանիքից առաջ Անահիտը եկավ հյուրանոց, որտեղ պատրաստվում էին փորձնական ընթրիքին։ Նա նոր էր ավարտել սեղանների դասավորության ստուգումը, երբ նկատեց Դավիթին։ Տղան սողոսկում էր Պողոսի սև ամենագնացի շուրջը, պատուհաններից ներս նայելով։ Անահիտը շտապեց նրա մոտ։ Դավիթ, ինչ ես անում։ Խիստ հարցրեց մոտենալով։ Չի կարելի օտար մեքենաներին դիպչել։ Տղան վախեցավ։ Մամ, ես պարզապես նայում էի։ Ինչ էիր նայում։ Ոչինչ, փնթփնթաց նա քարին հարվածելով։ Անահիտը կնճռեց ճակատը, բայց չճնշեց։ Գնանք, ժամանակն է սենյակ։ Այսօր ընթրիք է, վաղը հարսանիք։ Երեկոյան փորձնական ընթրիքին ամեն ինչ սահուն էր։ Հարազորդները ծիծաղում էին, կենացները հոսում էին, բայց Անահիտը նկատեց, թե ինչպես է Արամը մի քանի անգամ հեռախոսը ստուգում եւ մեկ անգամ դուրս եկավ խոսելու։ Երբ վերադարձավ, նա հարցրեց. Ամեն ինչ նորմալ է։ Այո, աշխատանքային մանրուքներ, ձեռքը թափահարեց։ Երեկոյան պետք է լուծեմ։ Անահիտը շուրթերը սեղմեց։ Այսօր վաղը հարսանիք է։ Գիտեմ Անի, բայց կարևոր է։ Մի 2 ժամից կվերադառնամ, ասաց նա այտին համբուրելով։ Նա գլխով արեց, թեև հիասթափությունը սիրտը խայթեց։ Արամը շինարարական ընկերությունում բաժնի պետ էր, եւ նա սովոր էր նրա կարևոր գործերին, բայց ինչ-որ բան նրա տոնայնության մեջ զգուշացրեց։ Սենյակում Դավիթը սովորականից հանգիստ էր։ Սոնան պլանշետով էր խաղում, իսկ նա նստած էր անկողնում, ծնկները գրկած։ Ինչ է պատահել Դավ։ Անահիտը նստեց կողքը։ Երբ կվերադառնա հայրիկը, հարցրեց նա հատակին նայելով։ Շուտով, աշխատանքից հետո, վաղը կարևոր օր է, քնեք։ Դավիթը լռեց, հետո հանկարծ հարցրեց. Պողոսը լավն է։ Անահիտը զարմացավ։ Իհարկե, ինչու ես հարցնում։ Պարզապես, ասաց նա։ Մանրուք, մի հորինիր, գնանք ատամները լվանալու եւ քնելու։ Երեխաները քնեցին, իսկ Արամը չէր վերադառնում։ Անահիտը զանգում էր, բայց ընկնում էր ավտոպատասխանչի։ Կեսգիսերին մոտ սենյակի դուռը բացվեց։ Արամը մտավ պարանոցը շփելով։ Ներողություն Անի, խճճվեցի, հանգիստ ասաց։ Խնդիրը ավելի բարդ ստացվեց։ Նա նայեց նրան, հոգնած էր թվում, բայց աչքերում անհանգստության ստվեր փայլատակեց։ Ամեն ինչ նորմալ է, հարցրեց նա։ Այո, լուծեցինք, փնթփնթաց նա փողկապը հանելով։ Ինչու չես քնում։ Քեզ էի սպասում, պատասխանեց Անահիտը, բայց կրծքում անհանգստությունը աչում էր։ Հարսանիքի առավոտը աղմկոտ էր, հյուրանոցը մեղվի փեթակի պես գուժում էր, ծաղկավաճառները ուղղում էին ծաղկափնջերը, մատուցողները դասավորում էին բաժակները։ Անահիտը, հարսնաքույրի զգեստը հագած, օգնում էր Դարիի նրա սենյակում։ Քույրը սպիտակ զգեստով հրաշալի էր թվում, աչքերը երջանկությունից փայլում էին։ Չեմ հավատում, որ այսօրը եկել է, ասաց Դարին պատուհանից նայելով։ Անի, շնորհակալություն, առանց քեզ ես չէի հաղթահարի։ Անահիտը գրկեց նրան։ Եթե դու երջանիկ ես, սա է գլխավորը։ Արարողությունը անթերի անցավ։ Հյուրերը ժպտում էին, երաժշտությունը տոնական տրամադրություն էր ստեղծում, բայց Անահիտը չէր կարողանում ազատվել անհանգստությունից։ Նա նկատեց, թե ինչպես են Արամն ու Դարին հայացքներ փոխանակում, ինչպես է նա մեկ անգամ աչքով արել նրան։ Նա համոզեց իրեն, որ սա անկերական ժեստ է, բայց սիրտը ավելի արագ էր բաբախում։ Հետո նա տեսավ Դավիթին։ Տղան սովորաբար գաջետներին անտարբեր, արարողության ժամանակ ինչ-որ բաներ նկարում հեռախոսով։ Անահիտը հայացքով հրամայեց հեռացնել սարքը, բայց նա միայն նայեց նրան եւ շարունակեց։ Բանկետին, երբ սկսվեցին կենացները, Անահիտը նկատեց, թե ինչպես է Դարին դուրս եկել միջանցք։ Որոշելով, որ քրոջը զգեստի հետ օգնություն է պետք, հետևից գնաց։ Միջանցքում նա կանգ առավ։ Դարին դուրս եկավ զուգարանից, իսկ Արամը սպասում էր։ Նրանք կարճ խոսեցին, նա դիպավ նրա ձեռքին եւ ինչ-որ բան շշնջաց։ Նրանց դեմքերը, ժեստերը ամեն ինչ ավելիից էին խոսում, քան պարզ զրույց։
Անահիտը թաքնվեց սյունի հետևում, զգալով, թե ինչպես է արյունը տալիս գլխին։ Նրա աշխարհը փլուզվում էր։ Նա վերադարձավ սեղան, դողացող ոտքերով, ջանալով ժպտալ, բայց ներսում ամեն ինչ եռում էր։ Սա քրոջ հարսանիքն էր, եւ նա չէր ուզում փչացնել օրը։ Նա ստիպեց իրեն ծիծաղել, բաժակ բարձրացնել, բայց հայացքը անընդհատ վերադառնում էր Արամին եւ Դարիին։ Հետո նա նկատեց Դավիթին։ Տղան սեղանի մոտ նստած նյարդայնորեն հեռախոսը շոշափում էր։ Դեմքը լարված էր, ոչ մանկական լուրջ։ «Ինչ է պատահել, Դավ», հարցրեց նա, կողքը նստելով։ Նա բարձրացրեց աչքերը, լի անհանգստությամբ։ «Մամ, պետք է հիմա գնանք», շշնջաց նա, ձեռքը բռնելով։ Անահիտը կնճռեց ճակատը, ջանալով հանգիստ մնալ։ «Ինչու՞» Դավիթը լուռ հեռախոսը մեկնեց։ Էկրանին լուսանկար էր։ Արամն ու Դարին հյուրանոցի միջանցքում ձեռք ձեռքի։ Ամսաթիվը 3։ Անահիտը կանգ առավ։ Արյունը դեմքից հոսեց։ Նա շրջեց հետո։ Դարձյալ լուսանկարներ։ Նրանք գրկահառնված միջանցքում, նստած մեքենայում։ Հետո հաղորդագրությունները։ «Պլանշետը վերցրի», հանգիստ ասաց Դավիթը։ «Հայրիկից հաղորդագրություն եկավ, պատահաբար բացեցի։ Շատ լուսանկարներ կան մորաքույրի հետ»։ Անահիտը գրեթե շնչահեղձ եղավ։ «Դավ, դու»։ Նա կտրեց խոսքը, տեսնելով արդյունքները նրա աչքերում։ «Ներողություն, մամ», շշնջաց նա։ Գիտեի, որ հայրիկը վատ բան է անում։ Եվ Պողոսին խղճում եմ։ Անահիտը գրկեց որդուն, կոկորդում գնդիկի հետ պայքարելով։ Դու մեղավոր չես։ Շնորհակալություն, որ ցույց տվիր։ Նա շրջում էր հաղորդագրությունները։ Նրանց սիրավեպը տարիներ էր տևում։ Հանդիպենք այսօր։ Պողոսին ասացի, որ հանդիպում ունեմ, գրել էր Դարին։ Անահիտը փակեց աչքերը։ 15 տարվա ամուսնություն, 2 երեխա, վստահություն, ամեն ինչ փլուզվեց։ Իսկ քույրը, որին մոտ էր համարում, դավաճան էր։ Շուրջը հյուրերը ծիծաղում էին, բաժակները զրնգում, բայց Անահիտի համար սա միայն աղմուկ էր։ Նա նայեց Դավիթին, ում փոքրիկ ձեռքը սեղմում էր իր մատները։ Նրա քաջությունը սիրտը պատռում էր։ Ժամանակներ գործել։ Դավ, հանգիստ ասաց նա։ Մենք չենք գնա։ Առաջինը ես կխոսեմ Պողոսի հետ։ Նա պետք է իմանա ճշմարտությունը։ Տղայի աչքերը լայնացան։ Ճշմարտությունը ճիշտ է։ Այո, գլխով արեց նա։ Սա մեծահասակների գործ է, բայց դու օգնեցիր ինձ ճիշտ քայլ անել։ Անահիտը սրբեց արդյունքները, վերցրեց որդու ձեռքը եւ գնաց Պողոսին փնտրելու։ Սիրտը թքթքում էր, բայց նա գիտեր, հետդարձի ճանապարհ չկա։ Անահիտը Դավիթի հետ գտան Պողոսին բանկետային սրահի անկյունում։ Նա գործընկերների հետ ինչ-որ բան էր քննարկում, բայց տեսնելով նրա դեմքը, ներողություն խնդրեց եւ մոտեցավ։ Անահիտ, ինչ պատահեց, հարցրեց նա։ Նա ձեռքը դրեց որդու ուսին։ Պողոս, պետք է խոսենք։ Մենակ։ Նրանք դուրս եկան հյուրանոցի այգի։ Սառը գիշերային օդը հակադրվում էր սրահից եկող երաշության ձայները։ Անահիտը խոր շունչ քաշեց։ Դժվար է, բայց դու պետք է իմանաս, սկսեց նա ջանալով հանգիստ խոսել։ Դավիթը ինչ-որ բան գտավ, նա մեկնեց հեռախոսը։ Պողոսը վերցրեց եւ դեմքը փոխվեց։ Սկզբում զարմանք, հետո գիտակցում, ապա ցավ։ Նա շրջում էր լուսանկարները։ Դարինն ու Արամը գրկահառնված, նրանց նամակագրությունը։ Որքան ժամանակ, խրպոտ հարցրեց նա։ Չգիտեմ, անկեղծ պատասխանեց Անահիտը։ Դավիթը պատահաբար գտավ։ Նա ուզում էր ճիշտ վարվել։ Պողոսը վերադարձրեց հեռախոսը, ձեռքերը դողալով։ Կասկածում էի, հանգիստ ասաց։ Դարին հաջող ջնջում էր հաղորդագրությունները, հանդիպումներ հորինում, բայց չէի ուզում հավատալ։ Նա նայեց Դավիթին եւ թույլ ժպտաց։ Շնորհակալություն, փոքրիկ, դուք հաց ես։ Այդ պահին սրահից դուրս եկան Դարին եւ Արամը։ Դարին տեսնելով նրանց կնճռեց ճակատը։ Ինչ եք այստեղ անում, հարցրեց նա։ Ձայնը դողաց։ Արամը կանգ առավ։ Հայացքը ընկավ Պողոսի ձեռքի հեռախոսին։ Ինչի մասին եք խոսում։ Դարին ավելի մոտեցավ, բայց Պողոսը ձեռքը բարձրացրեց։ Ճշմարտությունը դուրս եկավ, Սառը ասաց նա, հեռախոսը ցույց տալով։ Չէի մտածի, որ քեզ եւ Արամի մասին կիմանամ հարսանիքի օրը։ Դարիի դեմքը գունաթափվեց,
Սա թյուրիմացություն է, դուրս տվեց նա։ Արամը առաջ եկավ։ Պողոս, սա այն չէ, ինչ դու մտածում ես։ Մենք աշխատանքի մասին էինք խոսում։ Բավական է, ընդհատեց Անահիտը։ Ձայնը դողում էր։ 15 տարվա ամուսնություն, 2 երեխա, վստահություն։ Դուք ամեն ինչ ոչնչացրիք։ Դարին ձեռքը մեկնեց հեռախոսին, բայց Պողոսը հեռացավ, շարունակելով շրջել հաղորդագրությունները։ Հանդիպենք այսօր։ Պողոսին ասացի, որ հանդիպում ունեմ։ Բարձրաձայն կարդաց նա։ Սա քո աշխատանքն է։ Լրություն ընկավ քարի պես։ Դավիթը ավելի սեղմ բռնեց Անահիտի ձեռքը։ Դարին հեկեկաց։ Սա այդպես չէ։ Իսկ ինչպես, հարցրեց Անահիտը։ Ինչու իմ ամուսնու հետ։ Դարին հանկած գորբոքվեց։ Դու միշտ ավելի լավն էիր։ Ծնողներդ քեզնով էին հպարտանում։ Քո իդեալական ընտանիքը։ Ես քո ստվերում էի։ Արամը նա հասկանում էր ինձ։ Անահիտը հիստերիկ ծիծաղեց։ Նա նախանձում էր քրոջը, իսկ քույրը իրեն։ Բայց սա չէր արդարացնում դավաճանությունը։ Պողոսը սառը ասաց. հարսանիքը չեղարկվում է։ Ես ներողություն կխնդրեմ հյուրերից։ Տունը ստի վրա չեն կառուցում։ Արամը վերջապես խոսեց. Անի, լսիր, մենք բավական է, հանգիստ ընդհատեց Անահիտը։ Մեր ամուսնությունը վերջացավ։ Երեխաների համար հանգիստ հեռացիր։ Այսօր Դավիթը։ Նա նայեց հորը։ Աչքերը արցունքով լցվեցին։ Անահիտը վերցրեց որդու ձեռքը։ Գնանք վերցնենք Սոնային եւ տուն գնանք։ Նա դարձավ Դարիին։ Իսկական ընտանիքը աջակցում է, ոչ թե դավաճանում։ Դու քո ընտրությունը կատարեցիր։ Մի գա իմ կյանք։ Նրանք հեռացան չնայելով հետ։ Հետևում Պողոսը ինչ-որ բան էր ասում Դարիին, բայց Անահիտը չէր լսում։ Նրա աշխարհը փլուզվել էր, բայց որդու բացած ճշմարտությունը ուժ էր տալիս առաջ գնալու։ Նա գրկեց Դավիթին, եւ նրանք գնացին սենյակ, Սոնային վերցնելու։ Տանը Անահիտը երեխաներին քնեցրեց, բայց ինքը չքնեց։ Նստած էր խոհանոցում, նայելով ամուսնական մատանուն։ 15 տարի, 2 երեխա, վստահություն։ Ամեն ինչ սուտ էր։ Բայց Դավիթը, իր փոքրիկ հերոսը, ցույց տվեց, որ ճշմարտությունը կարևոր է պատրանքներից։ Նա գիտեր, առջևում դժվարին ճանապարհ է, բայց կհաղթահարի ինքն ու երեխաների համար։ Անցել էր կես տարի։ Անահիտը կանգնած էր նոր տան առաջ արվարձանում, մեքենայից տուփեր իջեցնելով։ Ամուսնալուծությունը ավարտվել էր 1 ամիս առաջ, եւ նա երեխաների հետ նոր կյանք էր սկսել։ Տունը փոքր էր, փոքրիկ այգով, որտեղ Դավիթը արդեն պլանավորում էր խնձորենի տնկել։ Դավ, Սոնա, վերցրեք պայուսակները, բացականչեց նա, դուռը բացելով։ Երեխաները վազեցին ու սապարկերը քաշ տալով։ Նրանք նոր էին վերադարձել Արամից, որի հետ հանգստյան օրերին էին տեսնվում։ Անահիտը աշխատանքի էր անցել ընտանեկան խորհրդատու, օգտագործելով իր փորձը ուրիշներին օգնելու համար։ Աշխատանքը իմաստ էր բերում, իսկ երեխաները թեև կարոտում էին հորը, հարմարվում էին նոր կյանքին։ Սոնան մի անգամ ասաց. հայրիկը ասում է, որ սիրում է մեզ, բայց ինչու այդպես վարվեց։ Անահիտը համբելատար բացատրում էր, օգնելով երեխաներին հասկանալ, որ մեծահասակների սխալները իրենց բեռը չեն։ Մի առավոտ դրան զանգը հնչեց։ Շեմին կանգնած էր Պողոսը, ծաղկամանի մեջ մանուշակով։ Ժպտալով ասաց. աճում է ինչպես նոր կյանքը։ Անահիտը հրավիրեց մտնել։ Հարսանիքից հետո նրանք անսպասելիորեն ընկերացան։ Երկուսն էլ ապրել էին դավաճանության ցավը, եւ մի անգամ Պողոսը առաջարկեց սուրճ խմել։ Զրույցները օգնեցին երկուսին էլ։ Շնորհակալություն, որ այն ժամանակ ճշմարտությունն ասացիր, ասաց նա հյուրասենյակում նստած։ Ցավոտ էր, բայց ավելի լավ է, քան ստի մեջ ապրելը։ Անահիտը գլխով արեց. Դավիթը իսկական հերոս է։ Նա շուտ մեծացավ, բայց հաղթահարում է։ Պողոսը ժպտաց. դու քաջ տղա ես դաստիարակել։ Անահիտը իմացավ, որ Դարին եւ Արամը շուտով բաժանվեցին հարսանիքից հետո։ Դարին տեղափոխվեց մեկ այլ քաղաք, նոր ընկերությունում աշխատանքի անցնելով։ Արամը հանդիպում էր մեկ այլ կնոջ հետ, բայց Անահիտը այլևս չէր հետևում նրա կյանքին։ Նրան հետաքրքրում էին երեխաները եւ սեփական ճանապարհը։ Նոր տարվա նախօրեին Անահիտը երեխաների հետ զարդարում էր տունը։ Դավիթը գիրլյանդներ էր կախում, Սոնան բացիկներ էր նկարում։
Երբ զանգը հնչեց, Անահիտը բացեց դուռը եւ կանգ առավ։ Շեմին կանգնած էր Դարին, նիհարած հոգնած աչքերով։ «Կարող ենք խոսել», հանգիստ հարցրեց նա։ «Արամի հետ խզեցի, ամեն ինչ սխալ էր»։ Անահիտը վարանեց, բայց հետ քաշվեց։ «Երեխաները կուրախանան, այսօր հատուկ օր է, մտիր»։ Դարին մտավ, եւ Դավիթը տեսնելով նրան զարմացած կանգ առավ, բայց հետո ձեռքը թափահարեց։ «Շնորհավոր նոր տարի, մորաքույր դա»։ Անահիտը նայում էր քրոջը, չզգալով ոչ զայրույթ, ոչ ջերմություն։ Ներումը հեռու էր, բայց երեխաների համար նա քայլ արեց։ Տոնածառի մոտ նստած մտածում էր, որ ընտանիքը ոչ միայն արյուն է, սա վստահություն է, անկեղծություն, երբեմն ներում։ Դավիթը սովորեցրել էր նրան, որ ճշմարտությունը հիմք է ամեն ինչի։ Ընտանիքը վերականգնելու ճանապարհը երկար էր, բայց նրանք առաջին քայլը արեցին։ Անահիտը գիտեր կհաղթահարեն, որովհետև ընտրել էին ճշմարտությունը։